Բարի երեկո, տիկնայք և պարոնայք։ Մենք շարունակում ենք ինչ, որտեղ երբ հայաստանյան խաղերի աշնանային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա։ Տիկնայք և պարոնայք, ինչ, որտեղ երբ սկսել են խաղալ ամենուրեք, բուերում, դպրոցներում, ինչպես նաև շատ ընկերություններում, բայց ի տարբերություն մեր հովանավորների, այդ թիմերը հեռուստատեսային խաղին չեն կարող մասնակցել, իսկ մեր հերթական արտամրցութային խաղում այսօր կխաղա մեր հովանավորներից մեկի PMI Science ընկերության թիմը, և ես խաղի եմ հրավիրում Աննա Աբրամյանի թիմին։ Ֆինանսների գործադիր Հովսեփ Կարոյան, հաճախորդների սպասարկման ուղղության ղեկավար Հովանա Թորոսյան, լոգիստիկայի բաժնի ղեկավար Արշակ Շիրինյան, պլանավորման և վերլուծությունների բաժնի ղեկավար Անի Բադալյան, կոմերցիոն գործառնությունների պլանավորման ավագ գործադիր Դավիթ Պապիկյան և թիմի ավագ արհեստական բանականության ռազմավարության պլանավորման ղեկավար Աննա Աբրամյան։ Աննա Աբրամյանի թիմի դեմ այսօր կխաղան Քրիստինե Ղազարյանը, Աննա Աստանյանը, Զորիկ Խաչատրյանը, Ալեքսանդր Գաբրիելյանը, Պատվական Համբարձումյանը, Սիրանուշ Գևորգյանը, Մինաս Մինասյանը, Բլից, Հովանես Պետրոսյանը, Նոնե Գալստյանը, Արայիկ Պողոսյանը, Էվելինա Մարտիրոսյանը և հարց Յունիբանկից, ինչ, որտեղ երբ աշնանային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր, հաշիվն է 0-0, առաջին խաղափուլ։ Բարի երեկո հարգելի գիտակներ։ Աննա, սա ձեր երկրորդ խաղն է։ Այո։ Հուզմունքը պակասել է։ Մի քիչ կա դեռ։ Բացի մեր ակումբից, սպորտային ակումբներում ձեր ուժերը փորձել եք։ Պարբերաբար փորձում ենք։ Եվ ինչպես է ստացվում։ Ոչ այդքան լավ, ինչքան ստեղ։ Հաջողություն եմ մաղթում թիմին։ Շնորհակալություն։ Ձեր դեմ խաղում է Արայիկ Պողոսյանը, վթարների փորձագետ Սիսյանից։ Երբ 1960-ական թվականներին իտալացի դիզայներները ոգեշնչում էին փնտրում նոր կահույքի համար, նրանք իրենց ուշադրությունը դարձրեցին մի պարզ առարկայի, որը ինչպես նրանք նկատել էին, դեֆորմացվում էր բեռի ծանրության տակ։ Արդյունքում ստեղծվեց կահույքի պարագա, որը դարձավ 1970-ականների ոճի խորհրդանիշ։ Ուշադրություն հարցը։ Կահույքի ինչ պարագայի մասին է խոսքը, ժամանակ։ Ուֆիկների։ Ինչ որ ցածր դեֆորմացիա, ոտերը կարող է ոտքերը պետք է ծռվի ինչ որ։ Դեֆորմացիա է կամ սենսա։ Բայց 1970-ականներին ինչ ոճներ հայտնի։ Արա պրուժինային անկողի 1970-ականներին պրուժինային անկողին են որ թռվռում են։ Մատրասները, այսինքն պրուժինային։ Չէ, հենց տակը պրուժին էր։ Ես փոքրած թռվռացել եմ։ Մարշակալին նկատում ես պրուժինով։ Չէ, դա կահույքի բան չի, Պտի ասի չոր կահույքային ոչ պտի լաս, ինչ որ փայտի ոտերով, ինչ որ չգիտեմ, փափուկ բայց մասը դեֆորմացվելու մեջ դեֆորմացիան ծառայության տակ դեֆորմացիա ինչ կարող է ծառայության դեֆորմացվի առանց ոտքերի ընդհանրապես, բայց դեֆորմացվելու պահը տեղ չեմ տեսնում։ Ինչ շատուրեք է բանը։ Մատրասները ավելի երկաթով, այդ երկաթի բաներով էին։ Բայց ոչ պարտը չի երկաթով։ Բայց ինչ ոչ է մատրասների հետ կապված, հա։ 70-ականներին պետք է հետ Իսկ այդ գնանք։ ուֆիկների իշխանով են։ Ես հավանում ես, չէ։ Ժամանակ։ Պարոն հաղորդավար, փորձի Հովհաննան։ Լսում ենք Հովաննա։ Պարոն հաղորդավար, հավանաբար խոսքը դեֆորմացվող ոտքերի կամ այլ հատվածների մասներ, որոնք փայտից էին, դրանք հեռանցվեցին եւ ստեղծվեց փափուկ ոճի կահույքը առանց որևէ փայտյա հատվածների։ Այսինքն ուֆիկները։ հասկանալի է։
Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Իտալացի դիզայներները մտահղացել էին այդ գաղափարը, երբ նկատել էին, թե ինչպես է լոբիով տոպրակը փոխվում դրա վրա դրված առարկաների ծանրության տակ, ինչը եւ ոգեշնչել է դիզայներներին ստեղծել ուշադրություն էկրանին։ Մարդու մարմնի ձևն ընդունող պարկ բասկաթոռ կամ պարզապես պուֆիկ։ 1-0 օգուտ գիտակների, ինչ որտեղ երբ աշնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, խաղի գիտա-ինտելեկտուալ գործընկերն է PMI Science ընկերությունը, մեր արևային գործընկերն է Ital Solar ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Athenk ընկերությունը, գովաստ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակին, սիրված երգիչ եւ երաժիշտ Արսեն Սաֆարյանը նվիրում է Մայքլ Կատակիսի Էրնեստ Հեմինգուեյ կյանքի վկայություններ աշխատությունը սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել zangak.bookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Հովաննա։ Այո, պարոն հաղորդավար։ Դուք ձեր թիմի ամենափորձառու գիտակն եք։ Դուք արդեն երրորդ անգամ եք մասնակցում մեր խաղին։ Այո։ Ինչ եք կարծում, որն է ձեր հաջողության գաղտնիքը։ Թիմի մասին է խոսքը, չէ՞, պարոն հաղորդավար։ Չէ, ձեր։ Իմ հաջողության գաղտնիքը երևի խաղի նկատմամբ ունեցած մեծ սերն է ու մոտիվացիան, որ ամեն անգամ ստիպում է ժամանակ գտնել ու մասնակցել բոլոր խաղերին։ Սլաքի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Էվելինա Մարտիրոսյանը։ Ուսուցչուհի Աչաջուր գյուղից։ Ուշադրություն, պատկերազարդում։ Ոչ շատ վաղ անցյալում հեքիաթների եւ այլ պատմությունների պատկերազարդումներն իրականացնում էին տարբեր առարկաների, այդ թվում փայտե մեծ գդալների վրա։ Ձեր առջև հայտնի մի ստեղծագործության պատկերազարդումն է, որի վերևի մասը թաքցրել ենք ձեզանից։ Ուշադրություն հարցը։ Անվանեք այդ ստեղծագործությունը։ Ժամանակ։ Ինչ ենք տեսնում, կենթանիներ։ Հələ բարձրացեք, էլ ինչ ենք տեսնում։ Շատ վատ եմ տեսնում։ Կենթանիները ասնածռերը լինի, ոնց որ Հեքիաթ։ Հետո ինչ-որ Բայց վերև շատ վատ է, այդային բաներ է, Ժորժ, բանի հետ կապ ունի Խաջնազարի հայկական բանով ենք գնում, թե գնում ենք ավելի հայկականի տեսք ունի, հայկականի տեսք։ Вообще կենթանի, բանը մի կարթի մեղրը կարա լինի, ինչ հեքիաթներ գիտեք, մի հատ հարցենք կարթի մեղրին անա, Բայց մեկը Ներքևը պատերազմ է, այսինքն սկիզբը վերևն է։ վերևը ինչ-որ բան է, Մեղունա, վերևը մեղունա։ մեղվից էս կարթացել է, հետո կռիվը գնալ է։ Այդ մի կաթիլ մեղր է, բա ուրիշ, ինչ որ ուրիշ տարբերակ ունենք, այնտեղ կենթանիներ, թարսի պես վաչի հեքիաթներ չեն Ասվարկեմ մնաց, ուրիշ տարբերակ եթե ունեք, ասեք։ Կարևոր սկզբից շաներ, հետո կաթվին ձեր չու իրար ծեծում է, Վերջը պատերն է, մի կաթիլ մեղրն է, հաստատ։ լիդա վստահության, եթե գնանք Մի կաթիլ Ես մեղրն է։ կխնդրեմ նստեք։ Աննա, ով է պատասխանում։ Հովսեփը կպատասխանի։ Լսում ենք ձեզ։ Պարոն հաղորդավար, թիմի տարբերակն է եւ մենք կարծում ենք, որ խոսքը մի կաթիլ մեղր հեքիաթի մասին է։ Մի կաթիլ մեղր ձեր կարծիքով, պարոն Կարոյան։ Այո, եւ դուք թաքցրել եք հենց մեղրի մի կաթիլ։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ուշադրություն էկրանին։ Գդալի վրա ներկայացված է մի կաթիլ մեղր ստեղծագործության սյուժեն։ Իդեպ, այս ցուցանմուշը կարող եք տեսնել Հովանես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում։ 2-0 օգուտ գիտակների։ Հովսեփ Կարոյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին եւ առաջ անցնում հաշվի մեջ։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Athenk ընկերության PR բաժնի ղեկավար Մարիամ
Ղարդյանը։ Բարի երեկո Տիկին Ղարդյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Ղարդյան, քանի որ այսօր խաղում է PMI թիմը, ես ուզում եմ հարցնել ձեզ, իսկ Աթենքը երբ է պատրաստվում խաղալ։ Երբ չեմ կարող ասել, բայց որ խաղալու ենք, դա հաստատ, պարոն հաղորդավար։ Այսինքն պարապում եք, զբաղվում եք, թիմ Կարելի եք ասել հավաքում։ այո, զբաղվում ենք։ Իսկ ինչ կասեք այսօրվա խաղից։ Հրաշալի է ամեն ինչ, շատ տպավորված եմ, շատ ուրախ եմ ու վստահ եմ, որ հենց նույն ոգով ու նույն այսպես եռանդով էլ շարունակվելու է խաղը։ Շնորհակալություն Տիկին Ղարդյան, ինձ մնում է հիշեցնել, որ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ կպատասխանեն, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվեր քարտով։ Տիկին Ղարդյան, հենց այս երկու հարցը արդեն այդ շարքում են։ Այո։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Պարոն Կարոյան, Լսում եմ։ թատրոնի մեծ սիրահար եք։ Այո, փորձում եմ հաճախել։ Իսկ որն է եղել ձեր դիտած վերջին ներկայացումը եւ որտեղ եք այն դիտել։ Եթե չեմ սխալվում, վերջին ներկայացումը եղել է Վարդան Պետրոսյանի, Լուիս Խավար եւ ChatGPT ներկայացումը Պարոնյան թատրոնում, բայց փորձում ենք այնպես կնոջս հետ հաճախել թատրոնները, որ բոլոր թատրոնները հաճախենք։ Ոչ մեկին չեք ուզում նեղացնեք։ Փորձում ենք, այո, ոչ մեկին չնեղացնել։ Ձեր դեմ խաղում է Քրիստինե Ղազարյանը, բժիշկ Երևանից։ Ուշադրություն հարցը։ Մենությունը ցանցում վեպի հեղինակ Յանուշ Վիշնևսկու կարծիքով ինչը կարող էր դառնալ ամենամեծ փորձությունը իր վեպի գլխավոր հերոսների սիրո համար։ Ժամանակ Ինտերնետը եթե չլիներ, ինտերնետը կորեր։ ICQ-ի այս գիրքը հազար անգամ կարդացել եմ, ICQ-ը ոչ ոք չէ, ICQ-ի պատմություններն է։ Անոքե չկա ինտերնետ, չկա Ինտերնետ սիբան, չկա, չկա, հա, մենություն ցանցում կլիկ։ Ուրիշ ինչ կարա լինի, այդ առաջին։ Լավ, եկեք ցանցից ասել լինք բան, Եթե իրար ուրիշ այլ հանդիպեն, ցանց։ եթե իրական կյանքում իրար հանդիպեն, դա կարա։ Եթե ինքը հումոր է, այսինքն ամուսնությունն է Չէ, գալու։ հումորային։ Պարոն չի հումորա, բայց օքեյ, կարող լինի եւ հումոր, ինչի։ Բայց կարա իրար հանդիպեն։ Հանդիպեն եւ հասկանա, որ տարբեր ուրիշ մարդիկ են եղել։ Հոսանքի ինտերնետի խափանումը կարա լինի, Կամ մի բայց հանդիպումը մի քիչ ավելի սիրուն է։ Եթե միասին լավ են գրվում, բայց երբ որ Երբ որ իրար տեսնում են, չեն կամշուկվել։ այդ փորձությունը։ Իրական Իսկ կարող հանդիպումը է որ իրանք չեն, այսինքն իրականները չեն։ կարող հանդիպեն, բայց ոչ մարդիկ դուրս կան, ինչ որ մի բանի մեջ իրանք ընկնեն։ Հանդիպումը երևի ինտերնետի Փորձություն ցանցի խափանում։ Իրար հետ չգրվել, այլ իրական կյանքում բացակայության ես մեն իրար հանդիպումն եմ տեսնում։ հարաբերությունները այդ բանի մեջ են։ Okay։ Ժամանակ Անին կպատասխանի։ լսում ենք Անի։ Թերևս սիրահար զույգերի համար իրար հետ կապ չունենալը կարող է լինել փորձառություն, հետևաբար ինտերնետի բացակայությունը, հա։ Ինտերնետի Անհասանելիությունը կամ էլեկտրաէներգիայի հասկանալի է։ Ժամանակին 90-ականներին հոսանքի չլինելն էր կատաստրոֆա, այսօրվա երիտասարդության համար ինտերնետի չլինելը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Քանի որ սերը ծագել էր համացանցում Հովաննա, գլխավոր հերոսների սիրո համար ամենամեծ փորձությունը կարող էր դառնալ նրանց առաջին անձնական հանդիպումը։ 2-1 հոգուց գիտակների Քրիստինե Ղազարյանը բերում է առաջին միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Տիկնայք եւ պարոնայք, իսկ մեր դահլիճում ներկա է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մարքեթինգի եւ հաղորդակցության ղեկավար Սևակ Հակոբյանը։ Բարի երեկո, պարոն Հակոբյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Հակոբյան, մեկնարկել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը։ Ինչ նորություն սպասի հանդիսատեսը։
Այո, պարոն հաղորդավար, այս սեպտեմբերից մեկնարկել է նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանը եւ դասական երաժշտության սիրահարներին բազմաթիվ հետաքրքիր համերգներ ու նախագծեր են սպասվում։ Ընդամենը մի քանի օրից մեր հանդիսատեսը կկարողանա վայելել Օսկարի ու Գրեմիի բազմակի մրցանակակիր կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի կինոերաժշտությունը, ֆիլմեր, լեգենդար ֆիլմեր, որոնց երաժշտությունը ոչ պակաս հայտնի ու լեգենդար է եւ դրանք կհնչեն մեր նվագախմբի կատարմամբ։ Իսկ ահա նոյեմբերի 5-ին բոլորին հրավիրում ենք տեղափոխվելու Գուստավ Հոլստի մոլորակների աշխարհ, կհնչի նրա հայտնի մոլորակների սյուիտը։ Այնպես որ բազմաթիվ շատ են համերգները, կհետևեք մեր էջերին եւ կտեղեկանաք։ Շնորհակալություն։ Իսկ առաջիկայում կան նաեւ հյուրախաղեր։ Այո, տարին հագեցած էր հյուրախաղերով եւ հյուրախաղերով էլ կեզրափակվի նվագախմբի պատմության մեջ աննախադեպ մեծ հյուրախաղ է տեղի ունենալու դեպի Գերմանիա նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 2-ը Գերմանիայի 15 քաղաքների հայտնի համերգասրահների հրավերով սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ կներկայացնի հայ կատարողական ու կոմպոզիտորական արվեստը, ինչպես նաեւ դասական երաժշտության մի շարք գլուխգործոցներ։ Շնորհակալություն մեր երկարամյա գործընկեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին շարունակում ենք խաղը 4-րդ խաղափուլ։ Աննա։ Այո, պարոն հաղորդավար։ Շարունակելով թատրոնի թեման, ես ուզում եմ ձեզ մի գաղտնիք ասել։ Մենք նմանություն ունենք, որովհետև ինչպես եւ դուք, ես էլ եղել եմ ժամանակին կամերային թատրոնի մոլի երկրպագու, պարզապես դա եղել է 80-ական, 90-ականներին։ Ի տարբերություն ձեզ, ձերը երևի հիմա է։ Վերջերս, այո։ Իսկ ո՞րն է ձեր սիրելի ներկայացումը։ Ինչ տարբերություն թե ում հետ։ Ձեր դեմ խաղում է Աննա Աստանյանը, ֆինանսիստ Երևանից։ Ուշադրություն, ժեստեր։ Ուշադրություն, հարցը։ Որ լուրը լսելուց հետո են ներկաներն արձագանքել նման ժեստերով։ Ժամանակ։ Եկեք մի հատ Ինչ որ հաղթանակ կա, նման խիթող կա։ Իսկ սա ինչ է։ կամ ընտրություններ կարար ցույց տալիս մեկը ինչ Հարցեր կա։ Մի հատ Սա ինչ է, մեկը։ Բայց մի հատ փորձենք հասկանալ, ինքը դասավորվածություն էլ ուներ է։ Այս բացաբան չկա, սա։ Ունի դասավորվածություն։ Ուներ ինչև խաղել։ Սա մարդկով ցույց է տալիս։ Ինչ էմոցիաներ է։ Ով կա Ինչ իրադարձություն հետ իրականում կապ ուներ։ Այս Ուրախություն կարա աուկցիոնի լինի, բայց զարմանք կարա լինի։ Շատ sense։ Քանի հատ մատնա։ Այս ոնց որ օգնության ձեռք մեկնի, այս ոնց որ ասի ես, սա ասի Հա, պարզա։ Լեոնարդո դա Վինչի բանն է, Հիսուսի ձեռքն է, այս էլ մնացած բաներն են, ոնց որ առաքյալներն են, չէ՞։ Այս բանը Տայնե Վիչերյան է։ Ոնց որ Հուդայի վրա, չէ՞, մատնանշում, որ ասում է դու ինձ դավաճանելու ես, ուրիշ տարբերակ։ Բանը Տայնե Վիչերյան է, հա։ սա Հովսեփ, այս Ինչ իրադարձություն։ Չգիտեմ, մերի ինչ որ, դա մի վարիանտ, օքեյ։ Ինձ թվում է որ ասում են ինչ որ մեկից դավաճանելու է, այդ է լուրը։ Լավ, ուրիշ ինչ կարանք ունենանք, ինչի է նման։ Ժամանակ, նստեցինք բոլորս, ով է պատասխանում Աննա։ Հովսեփը։ Հովսեփը։ Հուսամ ճիշտ է, այս պատասխանը ես նմանություն գտա Լեոնարդո դա Վինչիի վերջին ընթրիքը նկարի մեջ գտնվող Հիսուսի եւ առաքյալների ձեռքերի միջև այս նկարների։ Իսկ լուրը ո՞րն է։ Լուրը այն է, որ Հիսուսը ասում է, որ ձեզանից մեկը ինձ դավաճանելու է եւ մատնանշում է Հուդայի ուղղությամբ։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ան Կարոյան, իրոք մատնանշում այդ ժամանակ ասում է ով եմ։ Այդ բանը լավ չեմ հիշում։ Ես ինչքան հիշում եմ, Ես այս նկարը ինքը ասում է ձեզանից մեկը դավաճանելու է, բայց չի ասում ով։ Այս նկարը ուղղակի տեսնելով ենթադրեցի, որ մատնանշում է։ Ներկաներն այսպես են արձագանքում, երբ Հիսուս Քրիստոսն առաքյալներին ընթրիքի ժամանակ ասում է, որ նրանցից մեկն իրեն կմատնի։ Ուշադրություն էկրանին։ Դրվագն անմահացրել է Լեոնարդո դա Վինչին, խորհրդավոր ընթրիք
հայտնի աշխատանքում։ 3-1 շարունակում ենք խաղը 5-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով. Երևան, Եղվարդի խճուղի 1, Արմենիա հեռուստատեսություն, ինչ, որտեղ, երբ հեռուստախաղին, կամ info@shnik.pr.am էլեկտրոնային հասցեով, ինչպես նաև 3w.tv.am կայքի միջոցով։ Այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուրը եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Ձեր դեմ խաղում է Զորիկ Խաչատրյանը, մարզիչ մանկավարժ, քաղաք Ալավերդի։ Նիկոս Կազանձակիսի վեպի հերոսներից մեկին մեղադրում են, թե իբր նա երբեք չի մասնակցել հայրենիքի համար մղված պատերազմական գործողություններին։ Ի պատասխան վեպի հերոսն արձակում է վերնաշապիկը եւ զրուցակցին ցույց է տալիս մարմնի խորը վերքերը եւ գնդակների թողած հետքերը, ինչից հետո մեջքով է շրջվում։ Ուշադրություն հարցը. Ինչ է ցույց տալով մեջքը Կազանձակիսի հերոսը հասկացնում իրեն մեղադրող մարդուն։ Ժամանակ։ Դուրս չի եկել այդ գնդակները միջև հիմա կրում Դուրս չի եկել դրա համար դուրս գալու հետքը չկա կենթանի է դրա համար չի կարողանում ապացուցի մահացողները պատերազմում Մեջքի վրա մեջքի վրայից դուրս եկան չեք պետք թե որ դուրս չի եկել։ Կարա մեջքի վրա վերքեր ցույց տալը որ մեջքից հարվածները կամ անուններ, այս շատ լավն է, այս շատ լավն է։ բայց ապացուցելու համար որ մասնակցել է պատերազմին։ Բայց ինչի՞ չի իմացել, որ չի մասնակցել պատերազմին, չգիտեմ, կողո չունի։ Դե կարա ուղակի չիմանա։ Մնացել դրա համար Մեջքի վրա չի կարողանում ապացուցի։ Չի կարողանում ապացուցի էլ հետո։ Եկեք էլ Ինչ է ցույց տալով մեջքը ցույց տալիս, այսինքն մեջքին մի բան Հավանաբար եթե վիրավորվել է դուրս չի եկել մեջքեր են եղել։ Ինձ Դավիթի տարբերակը շատ է դուր գալիս, որ մեջքից հարվածներ էլ ունեցել, բայց գնդակները Հավանաբար կենթանի է մնացել, գնդակը դուրս չի եկել, ողջ է մնացել, դրա համար չի Միգուցե ասա որ քո խոսքերը իմ մեջքի վրա հետ կթողեն, տենց մեջքն է ցույց տալի, ասում է այս քո խոսքերը իմ մեջքի վրա են։ պագոնները մեջքն է։ Ժամանակ։ Ով է պատասխանում, Աննա։ Դավիթը։ Լսում ենք։ Ենթադրաբար ցույց է տալիս մեջքին վերքեր, ասելով որ հայրենիքից նույնպես հարվածներ է ստացել, այդ թվում կարող է լինել եւ այս խոսքերը, որ հայրենիքի համար չի պայքարել։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Նիկոս Կազանձակիսի հերոսն արձակում է վերնաշապիկը եւ զրուցակցին ցույց է տալիս մարմնի խորը վերքերը ու գնդակների թողած հետքերը, ինչից հետո մեջքով է շրջվում։ Նա մեջքին որևէ հրազենային հետք չի լինում, ինչը հաստատում է, որ նա խիզախ զինվոր էր եւ երբեք չէր փախել մարտի դաշտից։ Զորիկ Խաչատրյանը վերում է երկրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Զարգացրեք։ Իսկ մենք շարունակում ենք խաղը 6-րդ խաղափուլ։ Պարոն Պապիկյան։ Այո։ Ասում են հումորով մարդ եք, բայց նախընտրությունը տալիս եք սև հումորին։ Իսկ ձեր թիմակիցները չեն նեղանում ձեզանից։ Չգիտեմ, բայց այդ ասողը հաստատ կնեղանա շուտով։ Ինչու՞։ Դե եթե սև հումորը խաբար է տվել, ուրեմն սև հումորի էլ պիտի արժանանա։ Ես ասեմ, որ դա դուք եք ասել։ Ձեր հարցաշարում դուք դա գրել եք։ Այդ ես չեմ գրել, ինչ-որ մեկը գրել։ Մինյա պատստավիլի։ Պատվական Համբարձումյան։ Ձեր դեմ խաղում է Պատվական Համբարձումյանը։ Լեզվաբան Երևանից։ ԲԿՄ հոկեյի ակումբի մարզիչ Վյաչեսլավ Բիկովը կարծում էր, որ դրանում ոչ մի սարսափելի բան չկա։ Դա նման է կարմրուկի կամ ջրծաղիկի, որքան շուտ հիվանդացած վերջացրած լինես, այնքան լավ։ Ուշադրություն հարցը։
Ինչ ի նկատի ուներ մարզիչը ժամանակ։ Առաջի պարտությունը առաջի ընկնելը սառույցի վրա ասենք շայբաները, շայբան որ կպտան շատ ցավոտ ակը։ Ֆիզիկական թե հոգեբանական նկատի։ Այստեղ մարզիչը կարող է ծաղիկի նման մի անգամ է լինում անցնում ու վերջ։ Առաջի պարտությունը։ Առաջի պարտությունը։ Լավ, ուրիշ առաջի պարտությունը։ Դե գնդակ չկա ըստեյության։ Ժամանակամները վնասվում է, կարող է առաջի ատամի կորուստը։ Դարպասապահի, ասենք առաջի բան, կերած գոլը։ Հոգեի մեջ որ հայտնի Գոլը հոկեյում լինում է։ որ բոլորը պետք է Ավեշկինը որ ատամ չունի, կարող է ատամի բան։ Բայց ինքը մարզիչ է, Դες մի բան որ բոլոր հոկեյստները մի անգամ դրա մեջով անցնում Օ, չէ։ Հա։ Մնացած սպորտը ոնց է, բոքսում քիչ ջարդելն է բարվում, ական ջարդելն է, որ ինչքան շուտելն է, այդքան լավ։ Հոկեյում Եթե ժամանակ բաները չի եղել, մասնակով չեն խաղացել։ կամ առաջի հարված կամ ընկնել կամ Կամ առաջի գոլ։ հոգեբանական է։ Առաջի եւի պարտությունը։ Ավելի լավ բան չենք մտածել։ Ժամանակ։ Հովհաննան կպատասխանի։ Լսում ենք ձեզ Հովաննա։ Հավանաբար խոսքը առաջին պարտության մասին էր, ինչքան շուտ թիմը առաջին պարտությունը տաներ եւ հոգեբանորեն վերականգնվեր, այնքան ավելի արագ կտրամադրվեր մյուս խաղերին։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Հովաննա։ Այո, պարոն հաղորդավար։ Սպորտսմենները, ինչպես եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները ունենում են շատ երկրպագուներ, ինչը բերում է ինչի։ Աստղային ԲԿՄ հոկեյի ակումբի մարզիչ Վյաչեսլավ Բիկովը կարծում էր, որ դրանում ոչ մի սարսափելի բան չկա, դա նման է կարմրուկի կամ ջրծաղիկի, որքան շուտ հիվանդացած վերջացրած լինես, այնքան լավ։ Հայտնի մարզիչն այսպես է ասել աստղային հիվանդության մասին։ 3-3 պատվական Համբարձումյանը բերում է երրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Իտալ Սոլար ընկերության կոմերցիոն տնօրեն Դավիթ Ժամկոչյանը։ Բարի երեկո, պարոն Ժամկոչյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Ժամկոչյան, այս պահին բոլորը բախվում են հոսանքազրկումների խնդրին։ Բայց կուտակիչներն էլ իմ տեղեկությամբ շատ թանկ են։ Ինչ առաջարկներ կան այս առումով։ Պարոն հաղորդավար, առաջարկը հենց ինքը կուտակիչն է եւ դուք լիովին ճիշտ եք, կուտակիչները բավականին թանկ են, բայց դա արդեն անցյալում է։ Ժամանակին դրանք արժեցել են 3 միլիոն դրամից սկսած եւ իրականում ոչ այնքան հզոր ու ապահով են եղել, ինչքան ներկայիս մեր մոդելները։ Այժմ սկսած 550,000 դրամից մենք առաջարկում ենք 5 կիլովատանոց կուտակիչներ, որոնք միջին վիճակագրական մեր սպառողին ամբողջովին ձեր նշած գլխացավանքից զերծ կպահեն, ամբողջովին։ Շնորհակալ եմ։ Ինձ շատ հետաքրքրեց իմիջայելով։ Համեցեք, մենք ձեզ միշտ սպասում ենք։ Հիշեցնեմ, որ այս խաղի լավագույն հարցի հեղինակին Իտալ Սոլար ընկերությունը կտրամադրի 100,000 դրամի նվեր-քարտ։ Իմիջայլոց կուտակիչի 1/5-ն է։ Շարունակում ենք խաղը։ 7-րդ խաղափուլ։ Հովաննա։ Այո, պարոն Մանուկ հաղորդավար։ հասակում ցանկանում էիք դառնալ գրենական պիտույքների վաճառող։ Իսկ հիշում եք, թե ինչն էր ընկած այդ ցանկության հիմքում։ Հա, իհարկե, երբ որ պատրաստում ենք սեպտեմբերին ու բավականին շատ գնումներ ենք անում, մինչև սեպտեմբեր հիմնականում բոլորի մեջ կամ գրում էի կամ փչացնում էի, դրա համար ցանկություն ունեի ունենալու մեծ պաշար ու մանկական հասակում միակ տարբերակը իրանց վաճառող լինելն էր։ Սլաքի ուղղությամբ հարց Յունի բանկից։ Սանկտ Պետերբուրգի պետական պաշտպանության տակ գտնվող ճարտարապետական հուշարձաններից 14-ը կարելի է առանձնացնել որպես հատուկ խումբ։ Դրանցում չկան բնակելի շինություններ, հաստատություններ կամ թանգարաններ, սակայն դրանք շարունակում են օգտագործվել իրենց ուղիղ նշանակությամբ։ Ուշադրություն հարցը։ Ճարտարապետական ինչ
հուշարձանների մասին է խոսքը։ Ժամանակ։ Կամուրջները անցնելու համար օգտագործում են, բայց իրենց վրա շինություններ չկան։ Բայց Յունիբանկից համած փորձենք ֆինանսական Բայց Պետերբուրգը ինչով է տարածքներ, որտեղ ոչ Ինչով է հայտնի, օրինակ շատ բաներ կա, շատ Բայց ինչի 14-ը 14-ով է եղել։ 14 բացվող կամուրջների մասն է խոսքը գնում միգուցե, որովհետև կամուրջները բացվում են Սանկտ Պետերբուրգում։ Բայց ինչի 14 այդ դեպքում իրանք են 14-ն յուրահատուկ։ բացվում։ Okay, ուրիշ բան։ 14-ն բացվում։ 14-ն են բացվում։ Ենթադրում եմ, որ 14-ն են բացվում։ Okay, ես ունենք։ Կարա լինի բանկեր, ինչի՞ չեն բացվում։ Օգտագործում են Փողոց կարա լինի, դա նշանակում է նաբերեժնի փողոց։ Իսկ կարող է բանը, Նևայի ասենք բանը վտակները ինչ որ չգիտեմ, դες փոճուր բաներ կան վտակներ։ հաստատություն չի բնակելի շենքի թանգարան չի։ Գետ էլի ասենք ինչ Ուրիշ ինչ վտակներ ճարտարապետ կարա լինի, ոչ բնակելի։ նավերի համար։ Տիկին Աբրամյան, ժամանակ, ով է պատասխանում։ Արշակը կպատասխանի։ Լսում ենք ձեզ։ Ենթադրենք, որ խոսքը գնում է բացվող կամուրջների մասին։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Ժենյան, իսկ բացի կամուրջների ինչ ասոցիացիաներ կան ձեզ մոտ Սանկտ Պետերբուրգի հետ։ Նևայի վտակները։ Վտակները ճարտարապետական շինություններ են։ Կամ կամուրջների պարապետերը։ Սանկտ Պետերբուրգի պետական պաշտպանության տակ գտնվող ճարտարապետական հուշարձանների հատուկ տեսակ են կազմում Սանկտ Պետերբուրգի կամուրջները 4-3 հոգուտ գիտակների։ Աննա, իդեպ Յունիբանկը մեզ հարցեր է տրամադրում ոչ միայն բանկային թեմատիկայով, շատ տարբեր թեմաներով։ Հիմնականում բանկային են։ Չէ, ամենևին։ Շարունակում ենք խաղը, տիկնայք եւ պարոնայք, իսկ մեր դալիճում ներկա է Յունիբանկի ներքին աուդիտի տնօրեն Արտուր Ղուկասովը։ Բարի երեկո, պարոն Ղուկասով։ Բարև ձեզ, պարոն հաղորդավար։ Պարոն Ղուկասով, ամառային եթերաշրջանում արտամրցութային թիմերի կազմում էր նաև Յունիբանկի թիմը։ Այո։ Եթե կրկին ձեր թիմը խաղա, կցանկանաք նստել խաղացեղանի շուրջ։ Ճիշտ ասած կողքից հեշտ է թվում, բայց շատ բարդ է եւ միշտ մեծ, այսպես ասած, ոգևորությամբ եմ ընդունում այն մարդկանց, որ կարողանում են հաղթահարել այդ դժվարությունը։ Իսկապես, չնայած թիմը այս անգամ երկրորդ անգամ է արդեն խաղում, բայց այդ լարվածությունը զգացվում է եւ կարեւորը ներքին հաղթանակն է։ Հարցին պատասխանելով չգիտեմ։ Հա, չգիտեք դեռ։ Չգիտեմ, բայց կարծում եմ իհարկե, եթե պետք է որ բանկը տոնի իր հաղթանակը, ամեն բան կանենք։ Շնորհակալություն, պարոն Ղուկասով, շարունակում ենք խաղը, 8-րդ խաղափուլ։ Պարոն Շիրինյան, այո, մեր հեռուստաակումբի լավագույն գիտակ եք համարում Արման Աբովյանին։ Ինչ խոսք, հետաքրքիր ճաշակ է։ Ինչու հենց պարոն Աբովյանը։ Պատասխան համար մեկ ինչ ոչ, պատասխան համար երկուս միշտ տպավորվել եմ Արմանի խաղով, երբ որ դիտել եմ, հիմա էլ դիմացս է։ 3-0։ Ձեր դեմ խաղում է Ալեքսանդր Գաբրիելյանը, տնտեսագետ Երևանից։ Ուշադրություն էկրանին։ Ձեր առջև Վալենտին Պոդպոմոգովի ռեկվիեմ աշխատանքն է, որը նվիրված է 1915 թվականի ցեղասպանության զոհերին։ Փլատակների կիսավեր եկեղեցու կոտրված եւ պոկված զանգի միջոցով նկարիչը փորձել է փոխանցել Եղեռնի մեծ ու անդառնալի ցավն ու սարսափը։ Սակայն Պոդպոմոգովը այս աշխատանքում պատկերել է նաև հայ ժողովրդի հույսը եւ վերածնունդը։ Եկեղեցուն վառվում է մոմը, իսկ զանգի հետևից ժայթքում է աստվածային լույսը։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչ բառ է Պոդպոմոգովը փորագրել զանգի վրա, ինչը մենք թաքցրել ենք ձեզանից։ Ժամանակ։
Բար գնացինք։ Վերածնունդ։ Հույս եւ Ռեքվիեմի նայեք, մոմը հավատներ։ Այս կարող է ինչ-որ հույս հավատներ։ Զանգը պետք է բանը ազդանշեր, որ ասես բանա տեղ ունենում, բայց չի արել, ջարդվել է, միգուցե Կարա սիրո նշան լինի հույս հավատ եւ սեր։ Բարեր զանգի վրա։ Նաբատ, հա։ Բանի մասին ինչ ասեց, աստվածային լույս ասեց։ Աստվածային լույս։ Այսինքն ինքը հոգեվորական բառ է լինելու։ Կարա լույսի հետ կապված լինի, որովհետեւ երկուսն է մոմի Ո՞նց է լույս։ անունը աշխատության Ռեքվիեմ։ Կարող է Կարող է գրել լույս լինի։ օգնություն, որովհետեւ ոչ մեկ չի հասել օգնությանը։ Կարող է հիմա Իսկ հիմա լույսի հետ կապված ինչ-որ բան է, վերածնունդ պետք է խորհրդանշի։ ճիշտ է, արևածագը կարա լինի։ Հիմա մութա, չէ, կարա վաղը կամ արևածագին։ Չունենք։ արևածագն է, որտեղ լույսի հետ է կապվում ինչ-որ։ Ժամանակ ով է պատասխանում Աննա Հովհաննան կփորձի։ Լսում ենք ձեզ Հովհաննա Քանի որ երկուսն էլ մոմի լույսեր, աստվածային լույսեր, երևի թե լույսի հետ կապված կլիներ արևածագ գրված նոր բացվող կյանքի խորհրդանիշ որպես։ Հասկանալի է Ուշադրություն ճիշտ պատասխանը Հովհաննա երբ լսում եք եղեռն եւ զանգ բառերը ինչն է առաջի հերթին գալիս ձեր մտքին Եղեռնի թեմա եւ զանգ Եվի կոմիտասի Ինչ է Զանգի վրա մենք թաքցրել ենք ձեզնից ուշադրություն էկրանին Անլռելի բառը այդպիսով նկարիչն ակնարկել է Պարույր Սևակի Անլռելի զանգակատուն պոեմը հուսալով որ հայոց եկեղեցու զանգերը երբեք չեն լռի 4-4 Ալեքսանդր Գաբրիելյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից Իսկ մենք շարունակում ենք խաղը 9-րդ խաղափուլ Հովաննա Այո, Մի պարոն առիթով ասել եք, որ մեր հեռուստախաղում կփոխեիք սահմանված դրես կոդը, իսկ ինչ հագուստով կցանկանայիք մասնակցել ինչ որտեղ երբին։ Ազատ ոճի հագուստով գիտեմ որ դեմ կլինեք, բայց նույնիսկ սպորտային, քանի որ երբեմն հագուստը մի քիչ անհարմարություն է պատճառում։ Գիտեք, ես լիբերալ մարդ եմ, բայց այս հարցում հաստատ ձեզ հետ չեմ համաձայնվի։ Գիտեմ։ Սլաքի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Սիրանուշ Գևորգյանը, լրագրող Էջմիածնից։ Անգլիայի արքայազն Չարլզը տիկնոջ Դիաննային նվիրել էր մի ապարանջան, որը բաղկացած էր մի քանի դետալներից։ Օրինակ, W եւ H տառերը խորհրդանշում էին զույգի որդիների անունների սկզբնատառերը։ Բալետի պուանտները հիշեցնում էին Պարի հանդեպ Դիաննայի մեծ սիրո մասին։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչն էր ապարանջանի վրա խորհրդանշում Դիաննայի կապվածությունը Նյու Յորք քաղաքի հետ։ Ժամանակ Խնձոր։ Բայց ուրիշ բան Ուրիշ ապարանջանի վրա ինչ կարա Կարող եմ մեծ խորհրդանշել է Նյու Յորքի փոքր բաներով ազատության արձանը կարա լինի։ Վերայի ջահը Ջահը սիրուն կլինի Քարերի հետ կապված մի բան կա, չգիտեմ, անդամանդներ կամ ինչ-որ հատուկ քարեր Նյու Յորքի հետ կապված։ Դիանան Նյու Յորքում ինչ-որ բան կար, որ հատուկ սիրում էր իր հետ կապված լինի։ Դիանան ինչ էր Նյու Յորքը սիրում։ Կյանքը Ազատության հետ կապված ինչ-որ ասոցիացիաներ Ձեր համար Նյու Յորքը ինչ է Նյու Յորքի հետ ասոցիացիա։ Ազատության արձանն ու ջահն է շատ։ Խնձորը ինչ է։ Ստատուս Սվաբոդին, հա, դες որպես Իրաք իմանային, չգիտեք։ Ազատության արձանը Ազատության արձանը խորհրդանշող։ որպես ազատության խորհրդանիշ է, այդ Ջահը Նյու Յորքի ոնց էր խորհրդանիշ։ նո կարող հենց Արձան է։ Համեն տեսակ սազ էր, WH բառ։ Ժամանակ Ով է պատասխանում Հովսեփը
Հովսեփը, լսում ենք ձեզ, պարոն Կարոյան։ Այս անգամ մտածում ենք, որ որպես Նյու Յորքի սիմվոլ ապարանջանի վրա տեղ է գտել ազատության արձանը։ Ազատության արձանը ապարանջանի վրա։ Իսկ ավելի կոնկրետ ազատության արձանը ձեռքում պահել այդ ջահը, այդ ջահն էր մեր մտքին։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Իսկ ուրիշ ինչ տարբերակներ ունեիք, պարոն Կարոյան։ Նաև թիմը հնչեցնում էր խնձորի սիմվոլիկան։ Իսկ ինչու որոշեցիք ջահը։ Չգիտեմ։ Դյաննեի կապվածությունը Նյու Յորք քաղաքի հետ ապարանջանի վրա խորհրդանշում էր ուշադրություն էկրանին։ Խնձորը պատահական չէ, որ այդ քաղաքն անվանում են Մեծ խնձոր, Big Apple։ 4-5 Սիրանուշ Գևորգյանը բերում է 5-րդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Ինչ որտեղ երբ աշնանային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, խաղի գիտա-ինտելեկտուալ գործընկերն է PMI Science ընկերությունը, մեր արևային գործընկերն է Ital Solar ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Athենք ընկերությունը, Գովազդ Armenia TV-ի եթերում։ Տիկնայք և պարոնայք, մեր դահլիճում ներկա է PMI Science գիտահետազոտական կենտրոնի տաղանդների ներգրավման ղեկավար Արփինե Բարսեղյանը։ Բարի երեկո, Տիկին Բարսեղյան։ Բարի ձեզ, պարոն հաղորդավար։ Տիկին Բարսեղյան, ես կուզեմ զրուցենք այսօրվա խաղից։ Շատ լավ։ Ինչպես է խաղում ձեր թիմը։ Թիմը իրականում մեծամասամբ հարցերին պատասխանները գիտի, ուղղակի այս պահեդրությամբ ճիշտ չի կողմնորոշում, թե որը պատասխանի, այնպես որ խաղում է շատ լավ, հետաքրքիր խաղ, հուսով եմ արդյունքը եւս իրանը կասի։ Գիտեք, համաձայն եմ, բացի երևի թե անլռելի զանգակատան այդ հարցից, բոլոր հարցերի ժամանակ ունեցել են ճիշտ պատասխանները։ Այո։ Իսկ ձեր կարծիքով այս պահի դրությամբ ով է լավագույնը թիմում։ Իրականում Հովանա Հովսեփ այս երանգյունում համականին լավ է աշխատում, չեմ կողմնորոշում թե ում ասեմ, որտեղ Հովանա Հովսեփ երանգյունին ինձ համար մի քիչ տարօրինակ է։ Մեջտեղում է գտնում։ Հա, դուք ձեզ էլ նկատի ունեիք։ Հասկանալի է, հասկանալի է։ Շնորհակալություն։ Շարունակում ենք խաղը, 10-րդ խաղափուլ։ Հանի Այո, պարոն հաղորդավար։ Ի տարբերություն ձեր թիմակիցների, դուք առաջին անգամ եք մասնակցում մեր խաղին։ Այո։ Շատ եք հուզվում։ Այդքան էլ չէ։ Իսկ ինչ զգացողություններ ունեք։ Այս պահին եմ հուզվում, քանի դեռ հաշիվը յոքոտ հանդիսատեսի է։ Նո, հարցադրողների։ Իսկ դիտում եք մեր հեռուստախաղը։ Այո, մանկուց։ Ո՞րն է ձեր սիրելի թիմը։ Կարող է կրկնվեմ պարոն Շիրինյանին, բայց ես էլ եմ սիրում Արման Աբովյանի թիմը։ Կամ Էմիլ Միրզոյանի։ Ճիշտ ասեք, աղա, ուրիշ թիմ չգիտեմ։ Ձեր դեմ խաղում է Մինաս Մինասյանը, ատամնատեխնիկ Երևանից։ Նրա առաջ բոլորն են խոնարհում իրենց գլուխները եւ առնում նրա օրհնությունը։ Պիոներ ու ակադեմիկոս Ալբերտ Ազարյանն ու մթերային խանութի դիրեկտորը, մինիստրն ու կառուցող բանվորը, Վարան Փափազյանն ու ծաղիկ ծախող Կարաբալան։ Ուշադրություն հարցը։ Ինչի մասին է գրել այս տողերը Գուրգեն Մահարին։ Ժամանակ։ Կնոջ։ Դե հա, պատկորանա։ Այս ունենք, տարբեր Գուրգեն Մահարին ուղղակի ավելի գեղարվեստական է։ Հարցի սկիզբը ոնց էր, նրա առաջ բոլորն են բայց կարանք ուրիշ բան մի հատ քննարկենք։ Կարող դավաց Բան է, օրինակ գառնի տաճարը բարձրանալուց բոլորը սենց պիտի բան անես, որ բարձրանա։ Բոլորը պետք լինեն։ Զուտ վերսիա։ տաճարը դեթերոսական Միշտ առնչվի դրա հետ, կրոնավորես թե չէ, բոլորը էդի անում են։ Դե առաջարկ Երևան քաղաքը, չգիտեմ։ դա ըստ ինչ-որ ֆիզիկական բան պետք է լինի։ Իսկ կինը կարա լինի, որտեղ բոլորի անունները տղամարդկանց անուն են։ Կարող է Խոնարհվել։ Ինչ որ մարդու երաշտություն կարող, ասենք չի կոմիտասի երաշտությանը։ Հավասար խաղաժամներ կարանք օգնություն վերցնել։ Ժամանակ։
Հովսեփը կպատասխանի։ Շատ ռիսկային իրավիճակում ենք հայտնվել, քանի որ 5 է հաշիվը, 5-4 է, բայց հուսանք, որ խոսքը պուլպուլակի մասին է։ Ցայտաղբյուր, ինչպես ավելի։ Ես հասկացա, ես պուլպուլակն էլ հասկացա։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Անցորդները խոնարհում են իրենց գլուխները նրա առաջ, առնում են նրա օրհնությունը, որովհետև շոկ է։ Բոլորն առանց բացառության խոնարհում են ցայտաղբյուրի առաջ, գրել էր Գուրգեն Մահարին։ 5-5։ Շարունակում ենք խաղը եւ սկսում ենք 11-րդ վճռորոշ խաղափուլը։ Պարոն Կարոյան, լսում եմ։ Գիտեմ, որ սիրում եք Երևանը ներկայացնել արտասահմանից ժամանած հյուրերին։ Մեր մայրաքաղաքի տեսարժան վայրերից որոնք եք պարտադիր ցույց տալիս ձեր ընկերներին։ Այո, դա վաղուց է իմ մոտ այդ հակումը, երևի 16-17 տարեկանից սկսված։ Ամենաշատը սիրում եմ Երևանում ցույց տալ թաքնված եկեղեցիները, քանի որ գիտենք, որ մեր կենտրոն համայնքում գտնվող շատ եկեղեցիներ թաքնված են, օրինակ ինչպես Սուրբ Զորավոր եկեղեցին, սովետական ժամանակներից։ Եվ բոլոր զբոսաշրջիկները կարող են զբոսնել ենթադրենք Պուշկին փողոցով եւ չիմանալ այդ եկեղեցու գոյությունը։ Նմանատիպ թաքնված վայրեր եմ սիրում ցույց տալ։ Իսկ ձեր հյուրերը չեն վախենում ցայտաղբյուրից ջուր խմեն։ Չգիտեմ, ինձ թվում է այն երկրները, որտեղ այդպեսի ընդունված չէ, շատ զարմանքով են առաջին անգամ նայում, բայց քանի որ եթե հյուրընկալողը խմում է առաջինը, հյուրերն էլ կարող են խմել։ Հասկանալի է։ Բլից։ 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ 1932 թվականին Իտալիայի հյուսիսում գտնվող Ֆյումիչինո փոքրիկ գետը նոր անվանում ստացավ։ Ավելի ճիշտ ենթադրվում է, որ նրան են վերադարձրել իր պատմական անունը, թեև հստակ հայտնի չէ, թե արդյոք այդ գետին է ժամանակին պատկանել հենց այդ անվանումը։ Լաուրա Գևորգյանը Երևանից հարցնում է. Ինչ անվանում է ստացել գետը։ 20 վայրկյան։ Ռուբիկոն։ Հյուսիսում։ Ռուբիկոն։ Իտալիայում, հա։ Ռուբիկոն, հա, կարող է լինի։ Okay, պատմական Իտալիայի հյուսիս։ Իտալիայի հյուսիս։ Վերադարձրել են Այսինքն պետք է հռոմեական անունը, հետո են վերադարձրել։ Ուրիշ հայտնի գետ կա։ Իտալիայում Ֆյումիչինո, ինչով Ֆյումիչինո։ Ժամանակ, ով է պատասխանում։ Հովսեփը։ Լսում ենք ձեզ, պարոն Կարոյան։ Հույս ունենք, որ գետը կոչվել էր Ռուբիկոն ենթադրաբար։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ 1932 թվականին Իտալիայի հյուսիսում գտնվող Ֆյումիչինո գետը նոր անվանում ստացավ։ Ավելի ճիշտ ենթադրվում է, որ նրան են վերադարձրել իր պատմական անունը, թեև հստակ հայտնի չէ, թե արդյոք այդ գետին է ժամանակին պատկանել Ռուբիկոն անվանումը։ Առաջին հարցին դուք ճիշտ պատասխանեցիք։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Այդ անվանումը ստացել են որոշ ինքնաթիռներ, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել գյուղատնտեսության համար։ Այդպիսի մականուներ ստացել նաև ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը։ Տիգրան Բաբայանը Երևանից հետաքրքրվում է. իսկ ինչն էին այդպես անվանում երևանցիները։ Ժամանակ։ Կուկուրուզը, կրծած կուկուրուզը։ Երիտասարդական պալատը պետք է ասել։ Երիտասարդական պալատը, որ ասում են կրծած կուկուրուզ, կուկուրուզնիկների մասն է խոսքը գնում։ Այդտենց Իմ համար շատ նոր է։ Նիկիտա Խրուշչովը կուկուրուզ էր աճացնում ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքում։ Ինչն է նայում երիտասարդական պալատ։ Ժամանակ։ Արշակը։ Մեր սիրած, իմ սիրած, հա, շեյքը, որին ասում ենք կուկուրուզ, կրծած, դա երիտասարդական պալատ էր, որի վերևն էլ կար այդ շատ լավ ռեստորանը, որը պտտվում էր։ Մեկ էլ մենք այդտեղ ասպարեզի համերգներին էինք միշտ գնում։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։
Ինքնաթիռներն այդպես են անվանել գյուղատնտեսական աշխատանքներում եգիպտացերենով դաշտերի զանգվածային ցանկն իրականացնելու համար, իսկ Խրուշչովն այդ մականունը ստացել է ԽՍՀՄ-ում եգիպտացորենի լայնածավալ ներմուծման համար։ Խոսքն իհարկե կուկուռուզնիկի մասին է։ Այդպես էին անվանում երևանցիները երիտասարդական պալատը։ Երկրորդ հարցին էլ դուք ճիշտ պատասխանեցիք։ Վճռորոշ երրորդ հարցը։ 1905 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցավ անսովոր մրցում, որի ընթացքում 300 մասնակիցներ իրենց ուժերը փորձեցին 300 մետր մրցավազքում։ Հաղթողն ամբողջ տարածությունը հաղթահարեց 3 րոպե 12 վայրկյանում։ Սամվել Ներսիսյանը Երևանից խնդրում է ձեզ պատասխանել, իսկ կոնկրետ որտեղ է կայացել այդ մրցումը, ժամանակ 300 արկայի հետ։ Հա, շատ լավ։ 300 արկայի, չէ, հրավորությունն է, իսկ ուրիշ ինչ կարա լինի, 3 բանի։ արկան, օքեյ, բանը էս Էյֆելյանի Տուր դե Ֆրանսից առաջ երզանիքների մրցույթ, չգիտեմ, կարա տենց։ Տուր դե Ֆրանսը երկար մասնակիցներ ու 300 մետր։ Ժամանակ Հովհաննան կպատասխանի։ Հավանաբար անց է կացրել սկիզբը եւ ավարտը տրիումֆալնայա արկայի մոտակայքով, շրջագծով։ Հաղթական կամարի Այո, շուրջ սկսվել եւ ավարտվել է ընդամենը 300 մետր Հովանա։ Հաղթական կամարից ես։ հաղթական կամարից մինչեւ Էյֆելյան աշտարակ։ Դա հաստատ 300 մետր չի։ Մինչև Լուվր 300 է։ Կարծում եմ մի քիչ երկար է ավելի։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Որ ասում եք Փարիզ, առաջի հերթին, առանց մտածելու ինչն է գալիս։ Էյֆելյան աշտարակը։ Էյֆելյան աշտարակը։ Մրցման անցկացման վայրն Էյֆելյան աշտարակն էր, մասնակիցները պարզել են, թե որքան ժամանակում կկարողանան բարձրանալ աշտարակի աստիճաններով։ Սամվել Ներսիսյանը բերում է 6-րդ միավորը իր թիմին և վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յոնի բանկից։ Անկախ ամեն ինչից ես շնորհավորում եմ այս թիմին, որովհետև խաղացիք դուք ֆանտաստիկ։ Ես արձանագրում եմ հեռուստադիտողների հաղթանակը և նշում հաղթողների անունները։ Քրիստինե Ղազարյան, Զորիկ Խաչատրյան, Պատվական Համբարձումյան, Ալեքսանդր Գաբրիելյան, Սիրանուշ Գևորգյան և Սամվել Ներսիսյան։ Պարոն Ժամկոչյան։ Լսում եմ ձեզ, պարոն հաղորդավար։ Ով էր այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Ես մի փոքր մտածեցի, բայց երևի նույնիսկ պետք էլ չէր մտածել, անխոս Աներգբա Հովխաննն էր։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչվում Հովաննա Թորոսյանը և ստանում է Մայքլ Կատակիսի Էրնեստ Հեմինգուեի կյանքի վկայություններ աշխատությունը Արսեն Սաֆարյանի մակագրությամբ։ Իսկ թիմի բոլոր անդամներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։ Հիշեցնեմ նաև, որ Մարմարե արծվի մրցանակակրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է 20-րդ հոբելյանական համերգաշրջանի աբոնեմենտային քարտ։ Պարոն Արտուր Ղուկասով եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին, հիշեցնեմ հաղթող հարցերի հեղինակներին։ Քրիստինե Ղազարյան համացանցից դուրս հանդիպելու մասին։ Զորիկ
Խաչատրյան մեջքին վերքերի բացակայության մասին, Պատվական Համբարձումյան աստղային հիվանդության մասին, Ալեքսանդր Գաբրիելյան անլռելի զանգի մասին, Սիրանուշ Գևորգյան Նյու Յորքի խորհրդանիշ խնձորի մասին եւ Սամվել Ներսիսյան Էյֆելյան աշտարակի մասին։ Կփորձեմ օբյեկտիվ իրականացնեմ ընտրությունս, հաշվի առնելով, որ թիմը բոլոր այս հարցերի շուրջ ունեցել է ճիշտ պատասխանը, դուրս է եկել ճիշտ պատասխանին, բացի մեկ հարցից, դա անլռելի զանգակի մասին հարցն է։ Ալեքսանդր Գաբրիելյանը անլռելի զանգի մասին հարցով ճանաչվում է այսօրվա խաղի լավագույն հեռուստադիտող եւ ստանում է լրացուցիչ 50,000 դրամ գումար Յունի բանկից, ինչպես նաեւ 100,000 դրամի նվերքարտ Իտալ Սոլար ընկերության կողմից։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվերքարտով։ Տիկին Մարիամ Ղարզյան։ Այո։ Հիշեցնեմ ձեզ այդ հարցերը։ Արայիկ Պողոսյան Պարկ Բասկաթորի Պուֆիկի մասին, Էվելինա Մարտիրոսյան Միկաթիլ Մեղրի մասին, Աննա Աստանյան Դավինչի խորհրդավոր ընթրիքի մասին, Մինաս Մինասյան Ցայտ աղբյուրի մասին, Լաուրա Գևորգյան Ռուբիկոն գետի եւ Տիգրան Բաբայան Կուկուրուզնիկի մասին։ Պարոն հաղորդավար Դավինչի խորհրդավոր ընթրիքի Աննա Աստանյանը Դավինչի խորհրդավոր ընթրիքի մասին հարցով ստանում է 50,000 դրամի նվերքարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Շնորհավոր, շատ լավ եք խաղում։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։